Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սրբազան հայր, առաջինը, որ կուզեինք հարցնել, ինչու են սովորաբար գնահատականներ տալիս եւ այսպես անվարան, անվախ խոսում, դուք, Աշակ Սրբազանը, եւս 1-2-ը, բայց մեր եպիսկոպոսած դասը կարծեմ 50 պլյուս քանակ, մի քիչ ճիշտ չէ քանակ ասել։ Ամեն դեպքում ինչու են пассив կամ գուցե անհաղորդ մեր մյուս եպիսկոպոսները։ Երևի դուք եք մեղավոր, իրենց չեք հարցնում։ Գուցե սա բնույթի հարց է, թե։ Չէ, ինձ մեզ եք հարցնում, իրենց չեք հարցնում։ Մենք հարցնում ենք։ Հա։ Մյուս եպիսկոպոսները կարծես միշտ ջրի հատակն են։ Իսկ սխալ են կալում։ Այո։ Միակարծիք են։ Այո, իհարկե միակարծիք են։ Թեթև մանր տարբերություններ կարող են լինել։ Բայց հիմնականում իհարկե միակարծիք են։ Ճիշտ եմ հասկանում, կան եպիսկոպոսներ, որ ամեն դեպքում թելնում են Փաշինյանի թելը։ Չեմ կարծում այդպիսի եպիսկոպոսներ կան, բայց երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի ըմբռնում է, հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծուն դիտելու։ Ասում եք կոնֆլիկտում հետ Իշխանության, կայսեր։ Այսինքն հակադրվել չեն ուզում։ Չեն ուզում հակադրվել Նիկոլ Փաշինյանին։ Որևիցե մի իշխանության, ոչ թե կոնկրետ Նիկոլի։ Բայց անվերապահ աջակցում են վեհապար հայրապետին։ Իհարկե, ո՞նց կարող է չաջակցել։ Սահակ Պատրիարքը շատ հստակ, Սահակ Պատրիարքն էր լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ՞։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։ Իշխանապողությունը քննարկվում էր։ Հետո ով ուզում է թող քննարկի, բայց ինքը չի քննարկում։ Ինքը իրեն տեխնազի չի լսում։ Ինչ նպատակ ունի այս ամենով իշխանությունը, ինչ է ուզում հասնել։ Դու ասեցին, ուզում է ունենալ հնազանդ եկեղեցի։ Իրեն հնազանդ։ Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են։ Վեհապար հայրապետը անցած տարի եկեղեցոցման արարողությանը, երբ որ ձեռք մեկնեց նորից իշխանությանը, սա բավականին բուռն քննարկումների տեղի տվեց։ Այդ թվում եւ եկեղեցու բացման։ Այդ թվում, այո, բայց մենք հիշում ենք, որ Փաշինյանը նույնիսկ չսպասեց, որ ծիսակատարությունն ավարտվի, նա դուրս եկավ եւ լքեց եկեղեցու տարածքը։ Այս միջադեպից հետո ընդհանրապես քննարկումներ եղան դեռ այն ժամանակ։ Չէ՞ որ մինչ այդ էլ հանրապետության անկախության օրը հիշում ենք, թե ինչ գռեհիկ տեսարան ապահովեց իշխանությունը ոստիկանների միջոցով Սարդարապատ հուշահամալի։ Դե մենք գիտեք չարին չարով չենք պատասխանում, եկեղեցի ենք մենք, չէ՞։ Մենք նույն մեթոդներով չենք պատասխանում։ Ուզում եք ասել հիմա էլ միջոցառում լինի, նրանք կհրավիրվեն սիրահորժար։ Ես կողմ չեմ լինի հրավիրելուն, բայց եթե մեծամասնությունը հա, բայց ես համաձայնությունս հայտնեցի մեծամասնության, որ մեծամասնությունը այդպես որոշեց, ասել է որևիցե արարգություն ցույց չտվի։ Բայց Փաշինյանը ինքն է անընդհատ սար դրել ձեր եւ պետության եւ ինքը կարող է անել, բայց մենք նույն ձևով եւ նույն մեթոդներով չենք կարող պատասխանել։ Մենք եկեղեցի ենք։ Այսինքն դուք քրիստոնեաբար ներում եւ սիրում եք անգամ Փաշինյանին այսպիսի արտահայտություն։ Երևակայեք։ Իսկ որ ասում է վեհարանը վեհի, ինչ Ինչի մանամ է, ես իր ռեբուսները չեմ կարող հասկանալ։ Դուք ասում եք քրիստոնեաբար պետք է հարցակվենք եկեղեցու վրա եւ այնտեղ ընտրություններ տեղի ունենան։ Դուք վստահ եք, որ ներսից աջակցություն չի լինի եւ ինչ այս Իհարկե վստահ եմ։ Իրենք տեսեք ով էր դրանցից մեկը ինչ-որ կարծիք հայտնեց կենտանական մագանուն ունեցող մեկը այդպիսի կարծիք հայտնեց, չէ՞։ Փորձելով սեփ խրել ամուսնացյալ եւ կուսակրոն հոգեվորականության մեջ, թե ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը, ինչու վեր չեն բարձր, չէ, ինչու ամուսնացյալ հոգեվորականությունը չի կարող բարձր աստիճան ունենալ եւ նույն կուսակրոնները։ Այդ փորձում են այսպիսի սեպեր խրելով, հա, փորձում են պարակտում ստեղծել եկեղեցվո մեջ, դա չի հաջողվի։
Առաջին անկապ չի։ Նիկոլ Փաշինյանը։ Հա, իրապես ճանաչում է, հա ինձ։ Ձեր ընդհանրապես բոլորն են ճանաչում։ Դուք ձեր ելույթում քիչ առաջ այստեղ եկեղեցու շուրջ կատարվողի մասին քննարկմանը ասացիք, որ պետության ինստիտուտները այլևս խախտված են եւ ձեզ համար շատ ավելի մեծ ռիսկ է դա, որովհետեւ եկեղեցու դեմ արշավները միշտ անհաջող ավարտ են ունեցել։ Բայց դուք խիստ տարակուսած եք, որ չի գործում ազգային անվտանգության ծառայությունը, չի գործում արդարադատության նախարարը, որտեղ անձնական կյանքի իրավունքի խախտում կա այստեղ։ Ինչ էիք դուք ասում։ Չի գործում քննչական կոմիտեն։ Այո։ Չի գործում առողջապահության նախարարությունը։ Լավ, ինչ եք կոնկրետ, հա, կոնկրետ խոսենք։ Ինչ եք ակնկալում այս մարդկանցից, ովքեր նշանակվել են Փաշինյանի կողմից։ Եվ նրանք արդեն իսկ գնացել են այդ Լավ, ում կողմից ուզում են նշանակված լինեն, բայց ազգային անվտանգությունը հայեցակարգ պիտի ունենա, թե չէ։ Ուրեմն ազգային անվտանգության այդ պատասխանատուները պիտի ներկայացնեն իրեն վտանգները, որոնցով հղի է իր մոդեցումը, թե ոչ։ Նույնը քննչական կոմիտեն պարտավոր է քրեական գործ հարուցել այնտեղ, որտեղ կա հանցակազմ։ Արտարադատության նախարարությունը պարտավոր է իրեն ներկայացնելու այն վտանգները կամ այն խախտումները, որ ինքը ցույց է տալիս։ Պարտավոր են, ինչ կապ ունի իրեն իր կողմից են նշանակվել։ Կարծում եք Եթե իր կողմից նշանակվածները իրավունք չունեն որևիցե բան ասելու, սա նշանակում է արդեն դիկտատուրա։ Սա նշանակում է ավտորիտար կառավարում եւ դրան են գնում։ Որովհետեւ եթե ես ուրիշ անգամ եմ ասել, եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, ցանկացած կուսակցության մեջ նույնպես պետք է լինի ընդդիմություն։ Եթե ԿՊ-ի մեջ չկա ընդդիմություն, գլխավորը ինչ ասում է, ծափահարում են, սա նշանակում է, որ վտանգավոր դիկտատուրա է հաստատվում Հայաստանում։ Հիմա դիկտատուրայի դեմ եկեղեցին պիտի արտահայտվի, թե ոչ։ Արտահայտվում է։ Բայց գլխավոր դատախազներ արտարադատության նախարարն է ցանկացած պաշտոնյա անձել իրավունք ունեն իրեն ասելու այն վտանգների մասին, որոնք կան, բայց չեն ասում, որովհետև իրենք էլ հանցակից են։ Եվ ենթարկվում են դիկտատուրային։ Եվ ներկայացնել է ամեն ինչ ինչպես դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա, դեմոկրատիա չկա։ Աբազյանը եւ Վարդապետյանը եւ մնացածը հանցագից են Փաշինյանին։ Այո, եթե չեն զգուշացնում հանցագործ են, իհարկե։ Քանի օր է Փաշինյանը որոշել է խորհուրդ ձևավորել, ինչ որ տաղանդավոր մարդկանցից կազմված, ինչ որ հոգու հայելու մեջ է։ Ոչ մի տաղանդավոր մարդ չի կարող կազմել այդ հանձնաժողով կոչվածը։ Կարծում եք նրանք չեն համաձայնի Փաշինյանի նախաձեռնությանը միանալ։ Մենք գիտենք շատ մարդկանց օխլոսից սիրով կմիանա։ Սրբազան դուք բացառում եք, որ օրինակ Վազգեն Սրբազանը կարող է միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Բացառում։ Բայց նա Նիկոլ Փաշինյանի հավատարիմ աջակիցներից է։ Ինքն աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցու դեմ։ Եկեղեցու դեմ չի կարող գործել, չի գործի։ Նիկոլ Փաշինյանը դուք ուզում եք ասել Փաշինյանը ինչու է այս 3-4 օրերին լրություն պահպանում։ Ինչ իմանամ, երևի դեղերը խմել է։ Նիկոլ Փաշինյանը քաստինգ էր հրավիրում, բայց ոնց որ ժողովուրդը չհավաքվեց։ Ինչի քաստինգ։ Քաստինգ էր հրավիրում, ասում էր Բեարյանը պետք է ազատել եւ այլն, բայց ժողովուրդը չի հավաքվել ոնց որ։ Աշուր չի հավաքվելու։ Իսկ եթե այդուհանդերձ գնանք բռնություններով ներխուժելուն, մայրաթոր ներխուժելուն, համենայնպես այդպիսի դրանով ոչ մի բան չի լինի։ Դրանով եկեղեցին այդպիսի բաներ տեսել է։ Օձյալ հայրապետը մնում է օձյալ հայրապետ եւ գլուխը Հայաստանի այդ եկեղեցվո, քանի դեռ Տերը այլ բան չի տնօրինել։ Դուք ասում եք դա կապված ձեր կանոնադրությամբ եք ասում։ Համենայն դեպս գլխավոր շտաբի պետի լավ եք հիշում, թե ինչպես նա 1 վայրկյանը որոշեց գլխավոր շտաբի պետից ազատվել եւ այսպես իրավունքի ուժով մի ձևակերպում գտան եւ նշանակեցին 1 այլ զինվորականի։ Դուք լավ եք հիշում։ Մեզ մոտ դա բացառվում է։ Եկեղեցում դա բացառվում է։ Ձեր ինքնավստահությունը ինչ կա ֆունդամենտ։ Որտեղ ես ճանաչում եմ եկեղեցիներ, ճանաչում եմ իմ եղբայրներին էլ։ Ճանաչում եմ իրենց հնարավորություններն էլ, ճանաչում եմ եկեղեցու պատմությունը, չի կարող նման բան լինել։ Այո, իրենց ցանկությունը կա, բայց չի կարող նման բան լինել։ Կարգալից անելու կամ վեհապար հայրապետին թողնել ինձ ասել, այնտեղից դուրս անելու ոչ մի միջոց իշխանությունը չի կարող ունենալ եւ չունի։
Իրենք նման բան չեն ասում, չէ, պատրաստ են։ Բանձելու եք վեր ու հանձնեք այդ ամեն ինչը ոնց եք պատկերացնում, ոնց եք։ Ուրեմն ես ասել էի, չէ, եթե դուք ընդունակ եք ամեն ինչի, մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Չէ, չարությանը դա ուրիշ բան է, ինքնապաշտպանությունը եւ անհրաժեշտ գործիքակազմ, եթե նույնիսկ ժողովուրդը մեզ թողնի միայնակ։ Դուք լավ եք հիշում, որ Փաշինյանն ունեք, Հա? այդպիսի կասկածներ Ինչ, որ որի հարձակվեն։ Չէ, որ ժողովուրդը կարող է միայնակ թողնել։ Չէ, ոչ։ Բայց դուք նկատել եք, որ Վահագն Ալեքսանյանն ասել է հնարավոր է Փաշինյանը ինքը առաջնորդի այդ արշավը եկեղեցու դեմ։ Վահագն Ալեքսանյանն ով է։ Քաղաքապայմանագիր կուսակցության ներկայացուցիչը համարվում է իրենց այսպես Եկո համարվի։ Ես ամեն մի կենտանական ծագում ունեցող մարդկանց ասածներին բայց չեմ դա ձեր հոտի պատասխանում։ ներկայացուցիչ է կարելի է։ Երբ որ հոդի ներկայացուցիչ դառնա, այն ժամանակ կներեմ իրեն։ Դուք կասկածներ ունեք, որ քաղաքապայմանագիր կուսակցության պատգամավորները նաև հավատացյալներ են կամ Իհարկե կասկածում եմ, դուրս կասկածում եմ։ Փաշինյանը իրեն Եթե որևիցե մեկը ամենայն հայոց կաթողիկոսի ինչ-որ կտրիչ ներսիսյանով է խոսում, դա ինչ հավատացյալ կարող է լինել։ Դա հավատացյալ կարող է լինել։